դա կապացուցեն նաև անոթային վիրաբույժները, որոնք հիմնականում նշանակում են, այսինքն երբ որ գնում ենք վիրահատության, ՀՇ հետազոտությամբ գնահատված անոթների վիճակը շատ ավելի տվյալ պարագայում ցանկալի է։ Մյուս տարբերակը, որը ունենք իհարկե դա MR անգիոգրաֆիան է, առավելություն ՀՇ անգիոգրաֆիայի նկատմամբ նաև որ այստեղ գործ ունենք մագնիսական դաշտի հետ, չունենք այստեղ ռենտգենյան ճառագայթներ, շատ բուժառուների համար դա մեծ նշանակություն ունի, որ իրենք ճառագայթման չեն ենթարկվում։ MR անգիոգրաֆիան մեծ հնարավորություն է տալիս անոթները դիտարկել երկու տարբերակով առանց կոնտրաստային նյութի եւ կոնտրաստային նյութով։ Ունենք նաեւ այդ ռեժիմը, ծրագիրը առաջարկում ենք, որով կարող ենք անոթները նկարագրել եւ բավականին բարձր որակով ախտորոշիչ նշանակությամբ առանց կոնտրաստային նյութի ներարկման։ Այսինքն բացառում ենք եւ ռենտգենյան ճառագայթումը եւ կոնտրաստային նյութի տոքսիկ ազդեցություն։ Այսինքն եթե օրինակ ՀՏ անգիոգրաֆիայի դեպքում լինեն ինչ-որ հակացություններ, կարելի է ամեն դեպքում լավ ինֆորմատիվությամբ պատկեր ստանալ մագնիսառեզոնանսային միջոցով։ Մենք այո, հետազոտության ժամանակ, երբ որ ունենում ենք արտահայտված երիկամային անբավարարություն, որի դեպքում բացարձակ հակացուցում է ցուցանիշներից ելնելով կոնտրաստային նյութի ներարկումը, մենք բնականաբար հիվանդին կարող ենք առաջարկել այդ տարբերակը անցնելու MR անգիոգրաֆիա։ Մյուս տարբերակը կոնտրաստային նյութերն են տարբեր, իրենք բաղադրությամբ տարբեր են, իրենց ֆունկցիայով, տոքսիկականությունն էլ է տարբեր։ Այսինքն կարող ենք փոխարինել մի կոնտրաստային նյութը մեկ այլ կոնտրաստային նյութով եւ հետազոտությունով, այո։